3 մարտի 30-ին տեղի ունեցան Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, թե քվեարկությունը, թե ձայների հաշվարկն անցել է թեժ մթնոլորտում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առավոտյան ժամը 8-ի դրությամբ Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 73-ի քվեարկության արդյունքները։ Արևլուրայ-ը տեղեկացավ, որ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկել է 36,80%, որը հավասար է 16938 ձայնի։ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%, ինչն էլ հավասար է 9537 ձայնի։ Մեր քաղաքը դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկել է ընտրողների 15,85%, ինչը հավասար է 7296 ձայնի։ Իմ հզոր համայնք կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանի օգտին քվեարկել է ընտրողների 7,94%, ինչը հավասար է 3659 ձայնի։ Մայր Հայաստան դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանի օգտին քվեարկել է ընտրողների 6,18%, ինչը հավասար է 2844 ձայնի։ Եվրադաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանի օգտին քվեարկել է ընտրողների 4,50%, ինչը հավասար է 2071 ձայնի։ Ապրելու երկիր կուսակցության թեկնածու Կարեն Մալխասյանի օգտին քվեարկել է ընտրողների 3,60%, ինչը հավասար է 1658 ձայնի։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանի օգտին քվեարկել է ընտրողների 3,1%, ինչը հավասար է 1387 ձայնի։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության թեկնածու Արտյոմ Թումանյանի օգտին քվեարկել է ընտրողների 1,39%, ինչը հավասար է 642 ձայնի։